Բարի երեկո, սիրելի հայրենակիցներ, այսօր մեր հերթական հաղորդումն է։ Որոշել եմ ձեզ հետ կիսվել իմ մտահոգություններով, իմ կանխատեսումներով, մեկնաբանություններով, սիրելի հայրենակիցներ, որտեղ աշխարհաքաղաքական այդ ցնցումները ուղիղ հենց ազդեցությունն են մեր տարածաշրջան եւ կարող են ունենալ եւ նաեւ մեր երկրի, մեր հայրենիքի վրա, սիրելի հայրենակիցներ, եւ խաբարումները այն տիեզերական դաշտն է, որը թույլ է տալիս ի ցույց դնել, բացահայտել նախկինում կամ նախորոք այդ կատարված կամ այսպես հավաքված բուռնեմությաները, իրադարձությունները, իրավիճակները։ Դե իհարկե այս խավարումը կոնֆլիկտային էր, Արեգակի խավարում այն գիտեք, որ իջնող հանգույց կշեռքում է, բարձրացողը խոյում, եւ նրանք, ովքեր անհամբեր են, ովքեր ագրեսիվ են տրամադրված, այս խավարումները նրանց կդրթեն այնպիսի գործողությունների, որոնք անկառավարելի են։ Եվ ահա, սիրելի հայրենակիցներ, ամսի 6-ին 7-ին բացառիկ բարդ դիրքավորումներ կային, այդ դիրքավորումները նախորդում էին ուղղակի խավարմանը եւ ինչ էր տալիս խավարումը, բարդ մոլորակային իրավիճակ, որտեղ այստեղ ահա դիտարկում ենք արև լուսին, այստեղ կշեռքի կենդանակերպում եւ այդ բարդ քառակուսի դիրքավորում Պլուտոնի հետ հանգույցները նրանք քառակուսիներ են կազմում Պլուտոնը դրանք գերտերություններն են, այդտեղ ջուրներ դրանք պետություններն են, Պլուտոնը դա այն ուժերն են, որոնք ղեկավարում են այդ պետությունները, միջուկային զենքն է, այո, այս խավարումը այսպես մեծ ալիք բարձրացրեց, մեծ պատերազմ, այդպես արդեն որակում է իսրայելական կողմը եւ այդ Պլուտոնը այդտեղ ջուրում կարծես հավաքագրելու է այն ուժերին, որոնք էքստրեմալ իրավիճակներում շատ արագ կարող են գործել եւ ահա ամբողջ արաբական աշխարհն է այս պահին գտնվում ցնցված վիճակում եւ այնտեղ կամավորականներ կան տարբեր խմբավորումներից հնչում են ռազմատենչ հայտարարություններ եւ ի վերջո այս մեծ պայթյունը տեղի ունեցավ ոչ հեռու մեր երկրից։ Սիրելի հայրենակիցներ, մենք դիտարկում ենք Իսրայելի քարտեզը եւ այս խավարման բարդ մոլորակային կոնֆիգուրացիաները ուղղակի բարդ փոխազդեցություն ունեն, ահա լուսնի վրա լուսինը խեցգետնի կենդանակերպում ժողովուրդն է, ժողովուրդը իր բնորանում է, այսպես կարող եմ նշել, այս քարտեզը շատ հետաքրքիր դիրքավորումներով է այն այսպես կազմված, եթե մենք դիտարկում ենք Իսրայելի քարտեզը, այստեղ տեսնում ենք, որ Արեգակը գտնվում է ցուլի կենդանակերպում։ Ցուլը դա հողն է, դա նյութական բարեկեցությունն է, դա այն ամենն է, հարստությունն է, հա։ Այստեղ արև լուսին մենք տեսնում ենք, որ դրական փոխհարաբերություններ կան, ղեկավար եւ ժողովուրդ, նրանք այդ ղեկավարությունը, այդ գործող իշխանությունը եւ ժողովուրդը նրանք միահամուռ ուժերով են գործում, որպեսզի շինացնեն իրենց երկիրը, լուսինը խեցգետնի կենդանակերպում, արևը ցուլի կենդանակերպում, այո, եւ իրենց նյութական բարիքները եւ ռեսուրսները, այդ ամենը օգտագործում է ի բարօրություն երկրի բարգավաճման, ժողովրդի աճին եւ պատահական չէ, որ այնտեղ շատ յուրաքանչյուր ընտանիքում ամենակիչը 4-5 երեխա է։ Եվ այստեղ տեսնում եք արև Մարս այս քառակուսին, որ այդ երկրի ղեկավարությունը ռազմատենչ քաղաքականություն է վարում, այդ իրենց այդ զենք արտադրելու դիրքավորումն է սա, որ նրանք կարողանում են այդ ոլորտում, այդ հարթակում իրենց ագրեսիվ բնավորության, իրենց ռազմատենչ այդ հակումների, նկրտումների, այդ դիրքավորման կարծես փոխակերպումը ձևակերպել, վերաձևակերպել զենք արտադրելու այդ իրենց կարևոր գործով։ Եվ ինչն է հետաքրքիր, որ այս պետությունը նայեք առյուծի կենդանակերպում Սատուրն, Պլուտոն, այդ երկու կարևոր մոլորակներ են, ինչպես գիտեք, Սատուրնը հեղինակության մոլորակն է, Պլուտոնը դա համաշխարհային մասշտաբի մեծ այդ ուժերն են, գլոբալիստներ են եւ ահա նրանք ստեղծել են այդ պետությունը, համընդհանուր կապեր, Մերկուրի երկորյակի կենդանակերպում
ունեն նրանք գործընկերներ, որոնց հետ կարողանում են իրենց ճիշտ վարվող քաղաքականության արդյունքում իրենց ապագան կերտել, հա, Սատուրն, Պլուտոն առողջ կենդանակերպում, Լուսինը գտնվում է, շատ հավանական է այն գտնվում է առողջ կենդանակերպում, համենայն դեպս նրանք ստեղծել են էլիտար, առողջը էլիտարն է, այդպես իշխող պետություն, սա է հիմքը դրված եւ նայեք, եթե մենք դիտարկում ենք իջնող հանգույցը կարիճում բարձրացողը ցուլում, ապա ըստ իջնող հանգույցի, որ նրանք չպետք է այսպես հա հափշտակեն, արգրավեն կարիճը հանրային գումարները, հանրային այդ ռեսուրսները, նրանք պետք է ստեղծեն իրենցը։ Եվ ինչ հետաքրքիր մի իրադարձություն, որ հենց խավարումները ազդում են նրանց լուսնի վրա, շատ բարդ իրադարձություն է, ժողովուրդը գտնում է Պլուտոնը այդտեղ ջուրի կենդանակերպում մասսայական ոչնչացման եզրին է գտնում, սիրելի հայրենակիցը, եւ այս դիրքավորումը դեռ շարունակվելու է, ինչ էլ որ լինի, դրա վերականգնումը դեռ մոտակա ապագայում շատ դժվարությամբ է տեղի ունենալու, Պլուտոնը պետք է անցնի ջրհոսիտ կենդանակերպ, դա հունվար ամսին է 24 թվականի, բայց մի կարևոր դիրքավորում էլ եմ տեսնում այստեղ նրանց արեգակի վրա, նայեք արեգակը պետականություններ, ղեկավարներ եւ Ուրանը գտնվում է այստեղ։ Ուրանը, ինչպես գիտեք, անսպասելի իրադրությունների, այսպես կյանքը կարող է ամբողջովին շուռ տալ, նաեւ օդային, հակաօդային պաշտպանությունն է, հեղափոխական տրամադրություններն են, այստեղ նախադրյալներ է ստեղծում այդ պետության իրական չգիտեմ նշեմ կործանման, թե վերափոխման, քանի որ Ուրանը դա դրական դրսևորումը ռեֆորմներն են, վերափոխումն են, իսկ բացասական դրսևորումները անսպասելի ճգնաժամային վիճակները, անսպասելի կործանումը այս երկրի։ Այս բարդ դիրքավորումը դեռ շարունակվելու է, սիրելի հայրենակիցներ, նրանց մոտ ճգնաժամային վիճակները, նույնիսկ պատերազմը կարող է կանգ առնել, բայց միևնույն է ճգնաժամը կանգ չի առնի եւ այ մայիսի, ապրիլի կեսերի, մայիսի սկիզբ երբ մենք ունենք շատ հետաքրքիր նորալուսին, այդ նորալուսինը կարծես թե հիմք կդնի կամ այն հիմք կհանդիսանա շատ կարևոր փոփոխության։ Ահա, այստեղ մենք դիտարկում ենք այդ նորալուսին մոտավորապես տեղի ունենալու մայիսի սկզբներին։ Տեսեք, սիրելի հայրենակիցներ, պայթունավտակ իրավիճակ է Իսրայելում, մոտավոր համարյա մայիսի 8-ի մոտակայքն է, բայց դեռ ապրիլի կեսերից այդ խնդիրները կան, այստեղ արդեն լուսինը նորալուսինը տեղի ունեցել եւ լուսինը առաջ է գնում։ Սա է վիճակը, սիրելի հայրենակիցներ, փաստորեն արևը, պետականությունը, պետությունը, նրանց ղեկավարները գտնվում են անդառնալի անխուսափելի այսպես ճգնաժամային իրավիճակում։ Ուրանը դա նաև հեղափոխություն է եւ Ուրանը այստեղ գտնվելու է մոտավորապես 84 տարի հետո, պատկերացնում եք ինչ հզոր ուժ, ինչ հզոր այդպես բախում եւ անդառնալի հետևանքներ կարող է ունենալ Ուրանը։ Ցուլը դա նյութական ոլորտն է, ռեսուրսներն են, ֆինանսներն է, ամբողջ տնտեսությունն է պետության քարտեզում ամբողջապես քայքայվում է եւ նրանց այդ ռազմատենչ, նրանց քաղաքական էլիտայի ռազմատենչ այդ քաղաքականությունը ի վերջո հասցրեց աշխարհում աշխարհաքաղաքական այսպիսի բարդ իրադրության, որի հիմքը այս խավարումներն էին հոկտեմբերի 14-ի արևի խավարումը եւ մենք մինչեւ ամսի 28-ը դեռ գտնվում ենք խավարման միջանցքում, բայց ավելի բարդ է ամսի 14-ը, որովհետև որոշված է, որ պետք է քանդեն այդ պետությունը։ Այսքանը, սիրելի հայրենակիցներ, Իսրայելի մասին անցնենք Իրան։ Շատ հետաքրքիր քարտեզումներ Իրանը, սիրելի հայրենակիցներ, ինչ հետաքրքիր դիրքավորում եմ ես նկատել այստեղ, դա լուսինը Իրանի քարտեզում կրկին գտնվում է երկորյակի կենդանակերպում եւ ինչպես Արցախը նաեւ Իրանի քարտեզում լուսինը երկորյակի կենդանակերպում նրանց բնակչության լուսինը ժողովուրդն է կապը արտաքին միջավայրի երկորյակը շփումները օդը ուղղակի օդի ջրի պես
այս մեր Հայաստանի միջանցքը այդ ճանապարհ ուղղակի հարկավոր է, որովհետև նրանց քարտեզում յուրահատուկ դիրքավորում կա։ Սիրելի հայրենակիցներ, ահա Իրանի քարտեզում Պարսկաստանը տարբեր անուններ, տարբեր ժամանակահատվածներում այնտեղ լուսինը գտնում է երկվորյակի կենդանակերպում եւ ինչպես հիշում եք Արցախի քարտեզում լուսինը գտնում է երկվորյակի կենդանակերպում եւ այդ երկուսի Արցախի հանրապետության, Լեռնային Ղարաբաղի հանրապետության եւ Իրանի համար շատ կարեւոր են այդ միջպետական ճանապարհը լուսինը երկվորյակի կենդանակերպում Եվ ես բարդ դիրքեր եմ տեսնում, սիրելի հայրենակիցներ, գարնան այդ ժամանակահատվածում, ահա այս հետաքրքիր Արև, Նեպտուն, միավորումը ձկների կենդանակերպում, այնտեղ նրանց Մարս եւ Մերկուրի ձկների կենդանակերպում, մեկը մի դեպքում սա տրանզիտ կանխատեսման մեթոդների արեգակն է, մյուս դեպքում անհատական քարտեզի Մարսը Մերկուրին, այո, նրանք իրենց Մարսը դա բանակն է, զենքն է եւ Մերկուրին նրանց միտքն է, մտավոր կարողություններ այդ երկրի գտնվում են ձկների կենդանակերպում, ձկները դրանք քիմիական լաբորատորիաներն են եւ շատ հավանական է, որ 24 թվականի մարտ ամսին տեղի ունենան փայթյուններ կամ հնարավոր է լինի թունաքիմիկատների արտահոսք, քիմիական զենքերի, քիմիական նյութերի հետ կապված որոշակի խնդիրներ եւ արտահոսք կարող է լինել եւ թունավորումներ կարող է լինել, բարդ իրադրություն կա այդ ժամանակահատվածում եւ որպեսզի նրա այդ պետության Իրանի թշնամիները փորձեն թույլատրել այդ պետության հիմքը, մեջքը, այդպես կարող ենք ասել, այս բարդ դիրքավորումը կարող են օգտագործել եւ նույնիսկ հնարավոր է, որ այդ զենքի հետ կապված եւ շատ հնարավոր է, որ արգելքներն էլ որոշ չափով նվազի այդ պետության, այդ սանկցիաները, որ դրված է Իրանի վրա, բայց նաև ես որոշ խնդիրներ եմ տեսնում լաբորատորիաներում հնարավոր է պայթյուններ լինեն կամ ուղղակի թունավորման եւ ալերգիկ հնարավոր է օդը աղտոտվի կամ նրանց զենքի փորձարկման արդյունքում տուժեն ժողովուրդը ճանապարհը այսպես սիրելի հայրենակիցներ եւ նրանք կփորձեն մեր թշնամիները եթե ցանկանան սադրանքների գնալ գառնանը ապա նրանք կփորձեն ահա Սատուրնը ձկների կենդանակերպում որոշակի բարդ իրադրություններ այդտեղ խառնաշփոթ իրավիճակ ստեղծել Իրանում լուսինը երկորյակի կենդանակերպում ես կարծում եմ եւ իրականում էլ հենց այդպես է ոչ մեկին գաղտնիք չէ որ բնակության հատվածում մի որոշակի հատված այո նաեւ ադրբեջանցիներ են նրանք եւ այդ ազգային փոքրամասնությունների միջոցով լուսինը երկորյակի կենդանակերպում կփորձեն ներքին քաղաքական վիճակը ուղղակի լարել որպեսզի Իրանին քաշեն այդ մետաքսի ճանապարհի հետ կապած այդ բարդ եւ չլուծվող խնդրի մեջ գարունը փաստորեն սիրելի հայրենակիցներ մոտավորապես 24 թվականի հունվարից մինչ 24 թվականի մարտ-ապրիլ ամիսը կրկին լարվածություն եմ տեսնում Իրանի քարտեզում Այդպես հնարավոր է որ ազգային փոքրամասնությունները ադրբեջանական արմատներ ունեցող անձինք փորձեն կապվել, որովհետև երկվորյակը դա ճանապարհն է ուղիներ փնտրեն, որպեսզի կապվեն իրենց հայրենակիցների հետ։ Հենց այդ ժամանակ կարծես թե կդրվի հիմքը այդ պետության ներքին ժողովրդավարությունը այդ ներքին հիմքերը խարխրելու։ Հաջորդ կարևոր տեղեկատվությունը վերաբերում է Հայաստանին։ Մենք ինչպես տեսնում ենք խավարումները նրանք ազդեցություն ունեցան մեր երկրի, տեսնում եք այստեղ ուղղակի շատ կարևոր մեր կոմպոնենտները, քանի որ բարձրացող հանգույցը խոյում է, նրանք չեն ցանկանում գնալ բանակցությունների, չեն ճանաչում մեր երկրի այդ տարածքային ամբողջականությունը եւ այստեղ իջնողը կշեռքում որքան էլ որ հայկական կողմը փորձում է գնալ բանակցությունների այդ բանակցությունները դեռ ակտիվ փուլում չեն որովհետեւ մեր կոմպոնենտները չեն ցանկանում Եթե այդ բանակցությունների դաշտում լիներ այս իջնող հանգույցի փոխարեն այս բարձրացող հանգույցը,
իմացեք, որ մենք կարողանայինք որոշ չափով համերաշխության եզրեր ունենայինք։ Այս պահի դրությամբ սիրելի հայրենակիցներ, մեր թշնամիները պատրաստակամություն չեն ցուցաբերում, այդ իսկ պատճառով նրանք տարբեր միջոցների են դիմում, որպեսզի չեղարկեն, հետաձգեն համատեղ բանակցային այդ գործընթացները։ Եվ մի կարևոր իրավիճակ, այս Պլուտոնը 4-րդ տանը, մեր 4-րդ տունը դա մեր 4-րդ եւ 10-րդ տներում, հետաքրքիր է այծեղ ջուր եւ խեցգետին, այս ժամը 12:03, երբ որ անկախությունը հռչակվել է, ամբողջ համացանցում դրված են այդ տեսանյութերը կան, գրքերում այդ ամենը տրված է, այդ մանրամասն տեղեկատվությունը ուղղակի տրամադրվում է եթե իմ կողմից, ապա իմ դասընթացների ժամանակահատվածում մենք յուրաքանչյուր իրավիճակ փորձում ենք իմ խմբի, իմ համախոհների, գաղափարակիցների հետ վերլուծել եւ ներկայացրել հանրությանը։ Սիրելի հայրենակիցներ, այս պահին Պլուտոնը դրան գերտերությունները, միջուկային գերտերությունները, որոնք գտնվում են մեր երկրի կարևոր այս վայրում սահմանային վիճակում, դեռ մինչև 25 թվականի փետրվարը այն գտնվելու է առաջ եւ հետ է գնալու այս տարածքում, այստեղ վերում մեր պետականությունն է, մեր երկիրն է, մեր պետությունը գտնվում է միջուկային գերհզոր տերությունների հետաքրքրությունների կենտրոնում։ Մյուս կողմից ես տեսնում եմ այստեղ, որ կա հնարավորություն ուղղակի մեր բանակը ժամանակակից այդ տեղեկատվական, նաև տեխնոլոգիական ամենավերջին մոդելների համալրման դիրքավորմամբ, նկատելի այդ դիրքավորումը բոլոր հաղորդումներում նշում են ի վերջո, որ այդ իմ խոսքը հասնի տեղ համապատասխան մարմիններին եւ նրանք եթե ինչ որ մի բան ձեռնարկել են, իմանան, որ նաեւ դիեզերքում կա այդ դրական դիրքավորումը եւ մանավանդ կարող են ձեռք բերել հակաօդային պաշտպանության համակարգեր, դա Ուրանն է այստեղ Պլուտոնը գերտերությունները, քանի որ մեր թշնամիներ, մեր կոմպոնենտները օգտագործում են հարձակողական այդ զինամթերքը, մենք պետք է ելնելով իրավիճակից ուղղակի գտնենք այն զինամթերքը, որը կօգնի մեզ դուրս գալ բարդ իրադրությունից։ Ինչպես գիտեք, սիրելի հայրենակիցներ, մոտ 2012 թվականից Հայաստանի եւ Ռուսաստանի Դաշնության այդ համապատասխան մարմիններում պաշտպանական այդ գերատեսչությունները իրենք ունեն պայմանագրեր, որ խաղաղ միջավայրում ժամանակահատվածում հակաօդային պաշտպանությունը գտնվում է հայկական բանակի վերահսկողության ներքո, իսկ պատերազմական իրադրություններում այդ վերահսկողությունը անցնում է Ռուսաստանի այդպես ազդեցության տակ։ Այսքանը լսելով մենք պետք է լինենք ավելի խոհեմ, ճանապարհներ փնտրենք, անկախ դրանից թե այդ ուղիները որտեղ են տանում եւ վերազինենք մեր բանակը եւ ամուր պահենք մեր երկրի սահմանները։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, մի փոքր հարցի մասին խոսեմ եւ վերջացնենք։ Սիրելի հայրենակիցներ, ինչպես գիտեք, տարբեր հարթակներում իմ կանխատեսումներով եմ հանդես գալիս, նույնիսկ ուղիղ եթերների շրջանակներում փորձում եմ աստղաբանության միջոցով ներկայացնել դիեզերական տենդենսները, դիրքավորումները եւ լինում են այնպիսի հաղորդումներ կամ եթե սոցիալական էջերում ես կիսվում եմ, միջ 150,000 տեսանելիություն են ունենում այդ նյութերը եւ վերջերս հայտնաբերել եմ դա հոկտեմբերի 10-ի մոտակայքում էր, դա նաեւ կարող է կախված լինել խավարումներից, այո, խավարումներն կարող են ազդեցություն ունենալ, որտեղ ես ինքս մարդ եմ եւ դիեզերական այդ բոլոր դիրքերը տենդենսները նրանք ազդեցություն ունեն յուրաքանչյուր անձի վրա եւ պատահաբար առավոտյան բացում եմ այդ Facebook-յան էջը նկատում եմ, որ մի քանի հոգի ուղակի ներկայանալով ինչ որ հավատքի այդպես անվան տակ անբարեպաշտ լեքսիկոն օգտագործել, նույնիսկ վիրավորանքներ, այսպես դիտարկում եմ առավոտ 8-ին, երբ որ տվյալ կինը նա ինձ գրել էր, դու քեզ լսում ես, եւ չգիտեմ, այսպիսի բաներ, զարմանալի է ինձ համար սիրելի հայրենակիցներ, ինչպես կարելի է հայ կինը, որը ներկայանում է որպես բարեպաշտ ինչ որ մեկը, այդպիսի արտահայտություններով այն ուղղակի դիմի ինչ որ անձի կամ մտնի նրա վիրտուալ տիրույթ։ Փորձենք շարքի կենթանակերպի այսպես կարևոր գործառույթն իրականացնել, ուղղակի
նրանց դուրս թողնենք մեր այս դաշտից եւ ես նշում եմ, հորդորում եմ իմ հետևորդներին ավելորդ ոչինչ կամ ոչ մի այսպես վիրավորական խոսք նրանց հասցեին չհղենք եւ զարմանալի են նրանք, ովքեր ներկայանում են այս տիրույթում էլ կամ որպես հավատքի ներկայացուցիչներ, անեծքներ են հղում մարդկանց հասցեներին, վիրավորանքներ են հղում, իմ համար դա ուղղակի անհավանական ինչ-որ մի իրադրություն է, ինչպես կարող է մարդ ներկայանալ ամենայն բարության, այո, Աստծո անվան ներքո, նա մարդկությանը, մարդկանց այսպես անհատներին անձանց ուղղակի վիրավորական եւ կշտամբող բառամթերքով ներկայանալ կամ հենց յուրաքանչյուր անձի այդպես արատավորել նրա անունը։ Եվ սիրելի հայրենակիցներ, ուզում եմ ձեզ տեղեկացնել, ովքեր որ նոր են միացել, իմ խորհրդատվությունների ժամանակ իմացեք, որ բացի աստղաբանական խորհրդատվություններից այն պարունակում է նաև հոգեբանական միջամտություն, օգնություն։ Նույնիսկ դա կարող է խորհրդատվություններ չլինել, բայց եթե ես գիտեմ, որ կա իրավիճակ, որտեղ իմ օգնությունը կա, իմացեք, որ իմ խաղաղասերի բնույթը, իմ հայկին լինելու տարիների ընթացքում կուտակված փորձը, նաև որպես մասնագետ իմ փորձը, գիտելիքները անպայման կիրառում եմ, որպեսզի օգնեմ եւ դրական ելքով դուրս գանք տվյալ անձի հետ այդ բարդ իրադրությունից։ Այսքանը սիրելի հայրենակիցներ, եւ վերջում ներկայացնեմ այն հետաքրքիր նամակը եւ այդ նամակները քիչ չեն, որ ինձ հղել էր, ուղարկել էր իմ հերթական այդ դիմող անձը։ Այսքանը սիրելիներս, եկեք խաղաղությամբ ավարտենք մեր հաղորդումը։ Եթե հավանում եք մեր հաղորդումները, կարող եք բաժանորդագրվել մեր ալիքին, արդեն մոտ 20,000 անձիկ բաժանորդագրվել, արդեն այդ շեմն ենք հատում, կարող եք նաև կիսվել մեդիա, սոցիալական այդ դաշտում։ Դե ինչ, ցտեսություն մինչ հաջորդ շաբաթ։